Նախորդ ռիլից հասցրել եք ֆիքսել Դանիելի մեքենայի համարները։ Շատ լավ, այսինքն արդեն գիտեք, թե ինչպես են ուժային կառույցների ծառայողներն ու իրենց հարազատները չարաշահում օպերատիվ համարներն ու հատուկ կտրոնները, այլ կերպ ասած նարոշիլովկաները։ Սիրուն կպցնում են իրենց ու իրենց հարազատների մեքենաների վրա ու անպատիժ խախտումներով քշում։ Մենք իրազեկ քաղաքացիների միավորումում ազգային ժողովի ներքին գործերի նախարարության եւ այլ մարմինների հետ քննարկումների արդյունքում այս խնդրի լուծման համար նախագծել են օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով հատուկ կարգավորվում է թե ում, երբ եւ ինչ նպատակի համար կարող են տրվել օպերատիվ համարներ։ Կարգավորումը ընդունվելու դեպքում օպերատիվ համարները հնարավոր կլինի օգտագործել միայն կոնկրետ օպերատիվ հետախուզական միջոցառման, վկայի պաշտպանության, պետական պահպանության կամ տեսչական ստուգման համար։ Գործողության կամ աշխատանքային օրվա վերջում ծառայողը պարտավոր է լինելու դրանք վերադարձնել եւ այդ ամենը արձանագրվելու է հատուկ դրա համար վարվող գրանցամատյանում։ Ավելին, օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նաև շատ խիստ պատիժներ են սահմանվելու այս կարգավորումների խախտման համար։ Սահմանվելու է նաև, թե ինչպիսի խախտումներ չեն կարող կատարվել անգամ օպերատիվ համարներ կրելու դեպքում։ Մեր առաջարկների ընդունման ընթացքի մասին տեղեկանալու համար բաժանորդագրվեք իրազեկ քաղաքացիների միավորման էջին։